Երբ ամբողջ աշխարհում կանայք դեռ պայքարում էին իրենց ձայնը լսելի դարձնելու համար, մի հայ կին արդեն ներկայացնում էր մի ամբողջ պետություն հեռավոր Ճապոնիայում։ Դիանա Աբգար, առաջին կին դեսպանը, ով պետք է մնար ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի պատմության մեջ։ Դիանա Աբգարը ծնվել է 1859 թվականի հոկտեմբերի 17-ին Ռանգունում, Բրիտանական Բիրմա, ներկայիս Միանմար քաղաքում։ Հայ գրող, բարեգործ եւ դիվանագետ, իր կյանքի ընթացքում նա եղել է բազմաթիվ երկրներում, կապված իր կրթության, ընտանիքի եւ դիվանագիտության հետ։ Ընտանիքը տեղափոխվում է Կալկաթա, որտեղ Դիանան ստանում է իր կրթությունը, սովորում է անգլերեն, հայերեն, հինդուսերեն եւ ֆրանսերեն։ 1889 թվականին Հոնկոնգում Դիանան ամուսնանում է հայ վաճառական Միխայել Աբգարի հետ։ Նրանք հաստատվում են Հոնկոնգում եւ շարունակում իրենց առողջական գործունեությունը։ 1891 թվականին Դիանան ընտանիքի հետ տեղափոխվում է Կոբե, որտեղ նա սկսում է գրել եւ հրատարակել գրքեր։ Նայած Դիանան հեռու էր ապրում իր հայրենիքից։ Նա նամակագրական կապ ուներ հայ մտավորականների եւ ազգային գործիչների հետ։ Վերջիններս նրան տեղեկություններ էին փոխանցում, իսկ նա իր հերթին այդ տեղեկությունները փոխանցում էր միջազգային մամուլին, բարձրացնելով հայկական հարցը։ Դիանա Աբգարը իր գործունեությամբ կապված էր Հայաստանի առաջին հանրապետության իշխանության դեմքերի՝ Հովհաննես Քաջազնունու, Ավետիս Սահարոնյանի եւ Ալեքսանդր Խատիսյանի հետ։ Եվ իհարկե Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես ճանաչեց նրան որպես դիվանագիտական ներկայացուցիչ Ճապոնիայում։ Դիանան նամակներ ու հանդիպումներ էր փոխանակում Ճապոնիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նա կապ ուներ Ճապոնիայի տեղական դիվանագետների, լրագրողների ու բիզնեսմենների հետ։ Դիանա Աբգարը նույնիսկ նամակագրական կապի մեջ է եղել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի հետ։ Դիանա Աբգարը 1890-ից 1900 թվականներին զբաղվել է գրական հրատարակախոսությամբ, իսկ 1900-1910 թվականներին նա գրել է մի շարք գրքեր վերաբերյալ խաղաղությանը եւ իրավունքներին։ 1910 թվականին Դիանա Աբգարը Ճապոնիայում ստեղծել է փոքրիկ քաղաքական համայնք, իսկ 1930 թվականին առողջական խնդիրների պատճառով նա դադարեցրել է իր գրական գործունեությունը։ Իսկ 2012 թվականին Հայաստանում եւ Ճապոնիայում նշվում են Դիանա Աբգարի 150-ամյակը։ Դիվանագետը իր բոլոր լուսանկարներում թողնում է բարի, խոհեմ եւ մտածբաղ կնոջ տպավորություն։ Նա ոչ միայն դիվանագետ էր, այլ նաեւ սիրող մայր եւ կին։ Հետաքրքիր են նաեւ Դիանա Աբգարի անհատական նկարները, բայց ոչ միայն, նաեւ ընտանեկան նկարները, որտեղ միշտ շրջապատված է հարազատներով։ Համաշխարհային միության 150-ամյակի կապակցությամբ կանայք ոստային նամականիշների արշավի շրջանակներում հրապարակվել է Դիանա Աբգար թեմայով նամականիշի մասին տեղեկություն եւ իհարկե լուսանկար։ Դիանա Աբգարը հայ ժողովրդի պատմության մեջ հայտնի է որպես առաջին կին դեսպանը։ Նա ներկայացնում էր Հայաստանը Ճապոնիայում եւ մեծ դեր ունեցավ հայերի եւ Ճապոնիայի կապի մեջ։ Նա Ճապոնիայում օգնեց բազմաթիվ հայ փախստականների, ապահովելով նրանց կացարանով, փաստաթղթերով եւ աշխատանքով։ Նա աշխատում էր, որ Ճապոնիան ճանաչեր Հայաստանի անկախությունը եւ աշխարհը իմանար հայերի ցավը։ Դիանա Աբգարի կյանքը ցույց է տալիս, որ մեկ անձը կարող է փոխել պատմության ողջ ընթացքը։ Նա պայքարում էր ոչ թե ձեռքով, այլ կրչով, խոսքով եւ սրտով։